Այս վիդեոյում ես այցելելու եմ հյուրանոցներ 5 աստղով, 3 աստղով եւ 1 աստղով։ 5 աստղանի հյուրանոցում դուք կտեսնեք, թե ինչպես ենք մենք արքայական անցկացնում մեր օրը, կայցելեմ սպագոտի, կայցելեմ ֆիթնես սրա եւ ավելին։ 3 աստղանի հյուրանոցում դուք կտեսնեք, թե ինչպես ենք մենք տանջվում գիշերը։ Շատ վատ էր։ Եվ թե ինչպես ենք լեզվակռիվ անում աշխատակցի հետ։ Մեզ ասեցին մենք ձեզ կասենք, մենք գիտենք իրիկուն վար ժամի մասին։ 1 աստղանի հյուրանոցում դուք կտեսնեք շատ վատ պայմաններ, ծանոթանաք հարբեցող հարևանների հետ, տեսնեք մաքսիմալ վատ համար եւ սարսափելի ձայներ դրսից։ Բարև բոլորին, դուք գտնվում եք Զվանոկ ալիքում։ Այսօր մենք նկարում ենք մի հատ էլի շատ հայտնի ու մնացած YouTube-ներում պոպուլյար վիդեո։ Այսօրվա վիդեոում մենք փորձելու ենք հյուրանոցներ 5 աստղով, հյուրանոցներ 3 աստղով եւ հյուրանոցներ 1 աստղով։ Ինչ շատ հետաքրքիր է, թե ինչ տարբերություն է այդ ամեն ինչի մեջ լինելու։ Տեղը գտնվում է Երևանի սրտում, Երևանի կենտրոնում, ցիրկի մոտ է Double Tree 5 աստղանի հոթել։ Արանգեր ավելի դե նկարում ենք ապեշ ձեները քանում վերցրած է King Room-ը, այսինքն ամենա թագավորների համար նախատեսված տեղը։ Այսա մենք կմտնենք ներս, կասենք, որ ես Արսենն եմ, իմ համար ենք այսօր այդ տեղը վերցրել ապեր, մի անգամից կտամ ներ բանալիները, բայց պետք է ասեն, ապեր, մեզ չի հետաքրքրում, որ դու Արսենն ես, փողը դուրս տե։ Հիմա ավտոյի միջից վերցնում ենք փողը, արդեն մտնում ենք ներս ու ասում ենք, որ այդ King-ը մենք ենք, որ վերցրել ենք King Room-ը, գնացինք։ Մենք հայլում ենք ներս, գնանք, ասենք, որ այդ King-ը մենք ենք։ Արաբուհիներ եկան։ Արի։ Արի չմնաս դրսը։ Շատ թույն է ամեն ինչ։ Այդ ռեսեպշնում ասում ենք, որ մենք ենք ապե ու գնում ենք մեր սենյակ։ Ինձ հետաքրքիր այդ King Room-ը ինչ անդարում ես։ Այստեղ չոտը հարուց դիացկեք են հետևը կանգնած։ Ու այդ հարուց դիացկեկը միշտ այդպես քթիմազ մարդիկ են ելնում, պրիտոմ որ իրանք ուրիշ երկրից են եկած։ Հիմա այդպես քթիմազություն են անում այս աղջիկը, այս աղջիկը մի խոսքով սպասում ենք մինչև այս ծերունիները գնան։ Ներեք համար ենք ամրագրել Արսենի անունով King Room։ Հոսնքան պտակ երկու անձնագրերներ։ Անձնագիր իննել ավտոյի մեջ։ Պետք է բերենք։ Շատ լավ։ Չեմ սիրում ես այս լյուքս տեղերս, այս լյուքս տեղերում ամեն ինչ լյուքս է։ Տիպը պետք է անձնագիր ունենաս, որ դու մարդ ես, ոչ թե ռոբոտ, անցեք, բան պետք է նշենք այնտեղ, խոսքի նշենք մենք ռոբոտ ենք, թե չէ։ Այդպես բաներ է պետք։ Շորտ մի բան էլ ասեմ, որ դու սա եկե տաքսի երկրորդ մասը, ովքեր որ դեռ չեն նայել մինչև այս վիդեոյի դուրս գալը, բոլորից սպասված երկրորդ մասը արդեն ալիքում է, կարաք մտնեք ու նայեք։ Շնորհակալություն։ Մեկ էլ այստեղ ստորագրում։ Երկու տեղ։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն։ 50,000 դրամ։ Եթե հարցեր կլինեն, հանդիք 9։ Շատ բարի, շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Всё, մեր համարի բանալիները մենք վերցրեցինք, հիմա հելում ենք 4-րդ հարկ մեր սենյակ, ստացել ենք նվեր այսպես տակ-տակ քուքիներ։ Դե իշոբը չստանանք 50,000 դրամ է մի օրը, պրիտոմ առավոտ 12-ին պետք է դուրս գանք։ Մեր սենյակը էս 406 համարն է մեր սենյակը, էսը մեր կարտոշկեկն է, 413 եմ սկոպ պետք է տանք։ 406-ն ախտրեց մեր 411, 410, 409, արա հազի ֆոսանքսի չհերու յանգեր։ Հանում ենք մեր կարտոշկեկից մի հատը։ Ես sense տեղեր առաջին անգամ եմ գալի։ Աժա։ Ես գիտեմ որ ստեպ դնեմ, որ լույսերը կարողանամ վառեմ։ Բարանկիրը զիվոց է աշխատում։ Շատ վատ է մեր վիճակը sense հարցերում։ Արա լավ։ Թող։ Արա, պետք է դրվի մեջ, արա։ Արա լավ, արա մենք դեմք ենք։ Առաջ են գալի, եսի սովորեցինք, որ կարտոշկեն պետք է այսպես դնես մեջը, հանում ես լույսերը անջտում։ Չէ, տոշնի է։ Առաջ են գալի։ Ունենք ջուր, բաժակներ, սուրճ, մեծ կրավատ, մեծ են որ գերի իդեալական փափուկ կոժնի աթոռ, հայլի, մենյու մեզ պետք չի, մենք ձերի ենք օգտվել ամեն ինչից։ Կարանք մենակ չայից օգտվենք ձերի, մնացածը փողով է։ Ստե ունենք էլեկտրական ժամացույց, ունենք հեռախոս, որ զանգենք, մեր համար ինչ-որ մի բան բերեն, էսի, պես ոնց է մի անում։ Ժողովուրդ գտել եմ էսի։ Էսի միացնելու ձևը ես գտել եմ։ Այսի է։ Լավ, էսի մեզ պետք չի։ Ոչ մեկը ստե գիր կարդացող չենք։ Ունենք լամպոչկա, կոժոնի աթոռների մասին դե ասել եմ, ստե ունենք մի հատ գեր իդեալական հայելի, որ կարամ առավոտ գամ, նայեմ իմ թերաշին, մի հատ ցաներ եմ։ Արա, ինձ հետաքրքիր է ինչ վիդ ենք ունենալու։ Էսի կարող ես ինձ պետք է անեմ։ Արա լավ, իսկ գեղցի ենք սորը։ Օբշի, ստեից վիդ չկա։ Այն մյուս կողմն է սիրում վիդը, այնա քաղաք հայ-էնդը է, բայց մեր բախտը էս արծումը չի բերել։ Մաքսիմում այսքան է բասում դուսամուտը։ Ախպեր ծերասակ կա ստեղ, այսքան դուրս հնարավոր է գալ, հա։ Okay, մենք փորձարկենք։ Ամեն ինչ շամպես փորձարկելու ենք մենք ստե։ Եկեք մի հատ շամպես ընկեր։
լույսեր արժա, ես կմեռնեմ ընկեր։ Արա, ստենայի։ Ոյ, շամբ ես արել ստե։ Դուշ, ջուրա գալի ապե։ Էս ի՞նչը։ Ապե, էս ինչի համար է։ Ստե իսկ կարանք օգտվել։ Ջուրը աշխատում է։ Ունենք թույն հայլի լույսով։ Ստե լույսը չէր անջատվում, հա, ոնց հասկացա, ստե անիմաստ բաները, ստե ջուրը աշխատում է, ունենք, օ, կա։ Դե դուշի մասին խոսակցություն չկա։ Չեմ ուզում էլի ուղղակի կոշիկներով մտնեմ, դու կապուտ լույսը կարակ այսպես իմ վրա տենակ ինչ թույն կապուտ թանգանոց լույս է իմ վրա ընկնում, օրը 50,000-նոց լույս է իմ վրա ընկնում։ Էս ինչ է, հա, էսի տիպը կարանք միացնենք տականա շորերը։ Հալա պետք է ես գիտեի, պետք է ունես չէ այդ կարքի, հետա մնաս գեղցի եմ, որ էդի չի մնայի։ Էս ինչ է, հա, տիպը հարթուկելու համար։ Օրա սեյֆ կա ընկեր։ 3420 դրամը կարամ այստեղ պահեմ ու հետո մեկին կտամ 3420։ Օրա վրան բանա, լաքելա։ Սպիտակ կոշիկի վրա էսի կյանքում ոչ մեկ չի արել, բայց դե քանի որ մենք փող ենք տվել, ես պատի մինչև վերջի խազը սաղ փորձարկեմ։ Էսի կարամ ես այսպես անեմ ստեղ, որովհետև փող ենք տվել։ Ահա լույսը որմորոն էսը։ Ես ուզում եմ մի հատ IS պահը ֆիքս անեմ, ավտոյից բանալիները դնում ենք ստեղ ու IS արա, ես արա, ես գիտեի Էվյանը։ Ես ասի ջուրն էլա թանգանոց ջուր, դա չէ։ Հիմա ամենակայֆ պահը, որ ես սպասել եմ այսօրվա ընթացքում։ Արա ջան, փափուկ տեղեր մեր։ Թույնա, թանգանոցա, լավն է։ Պոլկա ունենք, ախպեր ջան, լավն է։ Էս է կարամ։ Արա, այս կողմից է կարամ ես լույսերն անջատեմ միացնեմ, հա, փաստորեն։ Հերախոսը մի հատ զանգենք, փորձարկենք, ասենք, կներեք զանգել ենք տենակ աշխատում ա թե չէ։ Ալո։ Տոշնիա, չեմ պատասխանում։ Ունենք հեղուստացույց, smart պետք է լինի։ Smart չեղավ, կեթամ կասեմ 50,000-ը, հենց հիմա կրճատեք սարքեք 10,000։ Հիմա անում ենք մեր շատ կարևոր մի բան։ Այսի գիշերս ես պարկել եմ, ոտերս տնկեմ իմ վիդեոները նայեմ ճիշտ է, որ ուզում եք իմանաք, բայց նախքան այս ամեն ինչը նախքան մեր վիդեոներ նայելը եւ այլն, եղո մի հատ սուսմն արա խանգարում ես։ Զզում եմ ես գյադակից, արա այս բլոգերներից։ Ես ուզում եմ, որ մենք մինչև ժամը 11-ը տիպ ամեն ինչ կա, հələ բաց է։ Էլ ինչ էր մտնում անվճարի մեջ։ Թե բասեինը փողով։ Բասեին անվճար է, բայց մենք շոր բերել ենք ապե բասեինը։ Հեսա նայենք, եթե բասեինը բաց է, թալու ենք առնենք անպայման ընկեր, շամպես առնելու ենք։ Հետո անվճար չայից հետո անվճարի մեջ մտնում է ջիմ, որը մեր բանալիով է բացում, այսինքն կարող է ջիմում մենակ մենք ենք երկուսով ջոգում ես, մեր համար ցելի սպորտզալը աշխատում է։ Պրոստը տեղերը չեմ հիշում, պետք է թանկ ռեսեպշնում նորից հարցնենք, որտեղ ես մոռացա։ Մեր քուքիները, եկեք ես ուզում եմ իրենց կողմից նվեր տված քուքիներից մի հատը սկսեմ, ինչ համ ունի, տերանք։ Արա արխայական համ անգեր։ Ես չեմ ուզում մենք տետանք, արա որ հիշում եմ վաղը տետանք 3 կամ մի ասխան հյուրանոց ընկեր, արա ուզում եմ լացեմ ապե, լացես գալիս է։ Արա մարազիլկա էլ ունենք, բայց ես մի հատ հարց ունեմ ապե։ Քիմ ես տապշկեք չեն տալի։ Տապշկեք պետք է տային ապե։ Պրիտոմ 2 հատ։ Հարթուկ ինչ ենք անում։ Արա խալաթ ունեմ, ես կհակնեմ էդի։ 2 հատ խալաթ, 2-ով կհակնենք։ Լավ, խալաթով ուզում ենք հապած լինեն մեզ տիպը։ Արա էսա տապշկա կա։ Էսա գտել եմ։ Մի հատը քեզ մի հատը ինձ ընկեր, սա հետներս տանելու ենք ապես տապշկեկը։ Ստեղի չկա, ֆենկա ապե, ֆենկա, պալած, արա այսօր մտնում եմ լողանամ ես վերջապես։ Հա, պրոստը, հա։ Չի բասում ապե էսի։ Տակից, արա, հա, վայ ջրի բաներն են տալու էի տարակցնեի գաննս տուգան գրեին մի 85 միլիարդ դոլար, չլնի, ասենք մի 25 միլիարդ դոլար տուգանք կլնի ոնց էլ չլնի էլի։ Հիմա մի հատ օդիխ ենք անում ու փոխվում ենք իշքան բանկաս թե փորձենք։ Շուրջ էս մի 15 րոպե մենք մտել ենք մոլ, Ռասիա մոլ ենք եկել, ամենամոտիկը մեր հոթելին էս է։ Մեզ շորտ ենք մանգալի, արա պլավկի չզուտ, մի հատ շորտ ենք մանգալի, որ կարողանանք գնանք մտնենք ջուրի։ Իշքան պետք է լոխելնենք, որ այդ ամեն ինչը մեր համար ձրի լինի, մենք չմտնենք։ Հիմա կյանքի գնով էլ ուզում ալնի, արուն է քաշեն մեզից, մենք պետք է մեր համար շորտ ճարենք։ Բայց թե որտեղից, այդ չգիտեմ։ Ժողովուրդ, ոչմ մենք անիմաստ սենց մի 8 ժամ ման եկանք, սա խանութները փագա, որտեվ ուշ ենք դուս եկե մանգալու։ Ոչ միտեղ բաց չէր, չկարացանք մեր համար պլավկի ճարենք ու պատրաստվածը չենք եկե, չենք մտածել որ տենց մենք լյուքս տեղ ենք ընկնելու։ Ես ասենք կետամ կգցվեմ, եթե սպագոտին հիմա աշխատում է մեր համար ու մենք պլավկի չունենք։ Առավոտ շուտ ես կհելեմ մեր համար պլավկի կճարեմ կառնամ, ես պետք է այդ բասեինը անպայման փորձարկեմ, ձև չկա։ Ինչով չփորձարկեմ, սիրտս հանգիստ չեմ էթա վատ տեղ, որտեղ վատ տեղում առհատ է, մեզ կարան ինչ-որ բասեին առաջարկեն։ 혹시 դուք տեսաք, որ մենք գնացինք խանութ, պլավկի ենք ուզում առնենք չկար,
Պարզվեց, որ ստեղ անվճար տալիս։ Եկել ենք տվել են անվճար։ Տիպը տակ տեղը, ջոկիկ, ստե պարկում ես, տականում ես։ Ամենախնդալուկի տեղ որն է, որ մենք բասեինի հույսով եկել ենք, բայց դա չկա, ստե կանգնում ես դուշի տակ, մտնում ես պառնո, հետո գալիս ես, ստե պարկում ես։ Всё, ապեր, սա հետաքրքրությունները պրծավ ես ամեն ինչով։ Và գնանք ցույց տամ ամեն ինչ։ Հետո ստեղ կա սենց զոնա։ Ստեղ կա սենց չիլ, չայ, մայ։ Կա սենց պառնոյ։ Արա սողում է ընկնել սատկերը դուշ, դե հոպարը կայֆերի մեջ է։ Նույնն էլ այս մյուս կողմից։ Այս մյուս կողմ։ Որ նաև ուզում եմ ձեզ ասեմ, որ մենք մտածել ենք մի հատ շատ լավ բան։ Ուրեմն այս րոպեից սկսած, այս վիդեոից սկսած ամեն մի բաժանորդագրությունը իմ ալիքին արժի 50 դրամ, այսինքն մի բաժանորդը 50 դրամ, որը գնում է այն բյուջե, որով մենք օգնելու ենք մանկատներին։ Այսինքն, եթե այս վիդեոից եկավ 1000 բաժանորդ, այդ հավասարը 50000 դրամի, այսինքն մենք մեր կողմից 50000 դրամ տալիս ենք մանկատներին։ Այնպես որ բոլորդ անպայման բաժանորդագրվեք, որովհետև մեր վիդեոների նայողների 80%-ը բաժանորդագրված չի ալիքին։ Իսկ սա էլ շատ լավ առիթ է, որ մենք կարողանանք համ լավ գործ անենք, համ օգնենք ալիքին, համ էլ մեր կողմից կարողանանք բարեգործություն։ Այնպես որ հենց հիմա իջիր վիդեոյի ներքևի հատված բաժանորդագրվիր ալիքին, դիր լայք ու քո կողմից ունեցիր քո օգնության մի փոքր մասնիկը։ Պրոստը ավելի կա, արա այս մսկումը կայֆան գեր։ Պրոստը սառուց ապե։ Պետք է լցենք վարեք, ես հալո։ Պրոստը սխում եմ ընկեր։ Աստե ոչի բան։ Աստե կատելին է։ Ուրիշ անելու բան չկան, հոպարի նման այդքան դե չի լանենք խոսքի։ Արի։ Լողանալուց կատեր իսկ թվում է պետք չի դնել։ Չոփ անելուց հետո եկել ենք սենց թույն տեղ այնտեղ մենք լողանում ենք, ստեղ հանգստի չիլ զոնն է, ստեղ էլ այսենց թույն մի հատ թույնեյշն առաջարկում եմ իրար հետ անենք հետևյալը, որ ավելի տաքացնենք ստեղ, ավելի տաքացնենք։ Ու կարելի է հելնել խոսքի պարկել այստեղ կամ այնտեղ լյուբոյ տեղ։ Հելնում այնտեղ փռվում եմ ես։ Всё, ընդեից էլ դուս եկանք, հիմա բեգալում ենք մեր համար չայ, սենց ճապոնական, նիհաո, սամուրայ ռեժիմներով չայ ենք վերցնում ու գնում ենք այնտեղ, չիլ անել, պուպիկների վրա լվելու։ Եկեք Ռիչարդ չայ ենք դնում, կանաչ չայ ես խմում դու։ Կարմիր։ Չիչա։ Չի եկեի։ Որտե՞ս պետք է դահապապում տապեչուրը։ Ասում լինի չլինի։ Ոնց եմ միանում։ Ահա, всё։ Անգիստ եմ խոսում ժողովուրդ այս կադրերի մեջ, որովհետև երաժշտությունն է սենց ալտայսկի, սենց հիմա այսին ձգում եմ ճապոնական սարերում, մի հատ ճապոնացի աղջիկա հետ, որ ինքն էլ ինձ սովորացնում է գիդա։ Հիմա տենց մի հատ հոգու մելանխոլիա երաժշտությունը, դրա համար սենց հանգիստ, դանդաղ եմ խոսում, իսկ որ համարում ենք լինում, արդեն օրակորոքսից իրար հետևի ժողովուրդ էս ինչա կատարում։ Հիմա մենք մեր համար պատրաստում ենք կանաչ եւ սև թեյեր եւ գնում ենք այդտեղ նստելու վայելենք մեր հանգիստը։ Աղջիկներ եւ տղաներ դրեք լայք եւ բաժանորդագրվեք ալիքին։ Մեր չեյնիկը պատրաստ է, վերցնում ենք չեյնիկը։ Եվ լցնում ենք ջուրը, ապե չայի գույն պետք է լինի մեջը։ Հա, դե դիր։ Սա քո սև թեյը, հիմա լցնում ենք իմ կանաչ թեյը։ Եվ հանգիստ, արա երկանջը կարանք արքային շտեսնենք տեղես ինգեր։ Մի հատ կթալ է մեզի պետք որեսի խառնենք ընկերս կուխնյայի մոտ են դն արա երկը միացավ։ Հիմա մենք պետք է մանկանք թե որտեղ է գտալը։ Երկը միացավ դրա համար ենք այսպես խոսում։ Բացում ենք տարակները, այստեղ սա է։ Այստեղ սա է։ Այստեղ սա է։ Որտեղ է գտալը։ Մենք կանցնենք պապական մեթոդներով։ Մի քիչ կթաթախենք չայի գույնը եւ խառնենք այսպես։ Ինչպես ռոյալի բուն։ Չէ, ես այս մեկով եմ։ Փաստորեն չենք կարող խառնել։ Փաստորեն չենք կարող։ Արա լավ, նյուժելի են կոֆե ապարատների են փայտիկների չկա։ Ընդ զիբիլ է տղա։ Հա։ Պահենք կօգտագործեին էլի։ Գտալը տրամադրում եմ քեզ։ Անձային կամաց վերցնում ենք մեր թեյը ու գնում ենք այն չի զոնա։ Հաջորդ կադրերը կտեսնեք վիդեոյում։ Բարի լույս ժողովուրդ, ժամը կլոր, չէ լավ կլոր 10:00 չի, 9:59-ը, բայց այ մի հատ մինուս կտա ես այս հոթելում։ Իմ ժամացույցն դե 10:00 ցույց տալի, եթե իմ հեռախոսով 9:59-ը։
Լավ, ես մի ձև ծերպիտ կանեմ այդ մինուսները։ Այս նորն քնեիցս հել է պատրաստվել, մի հատ կոֆե ենք դրել մեր լաքշրի համարում։ Հիմա մի հատ կոֆե ենք խմում, թարմանում ու ռեսկի պոկվում ենք։ Ժողովուրդ, հիմա մի հատ բան եմ ձեզ ցույց տալի, որ կա միայն մեր հարկում։ Այս է մեր տարածք, որը ցելի է շենքում, մենք մենակ այս հերշու քինգերը։ Մենք ընդ մեր համար դաժե կոֆե ենք պատրաստել դերել, նայում ենք ժողովրդին կոֆե ենք ֆրտստում մեր համար, վայելում ենք առավոտը, այդ կոֆե ենք խմում, թարմանում, ես այդում ենք ներսել հագնվենք, որովհետև այս լատ սթայլի մեջ ենք առավոտ շուտ։ Դրանից հետո մենք գնալու ենք մարզով ենք ջիմում։ Ասենք այդ հանք մի հատ ջիմը արագի մեջ փորձարկենք։ Մեր կարծիքների ժողովուրդ, մի հատ ընդհանուր sense գաղափար եմ կազմել ես երեկվա ու այսօրվա վրով, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ sense հանգստի մեջ է, որ ձայներ շատ չկա այստեղում, հասկանում եք, բարձր ձեն հասկացողությունը չկա։ Ու մի հատ բան նշեմ, որ այստեղ մնացողների 98%-ը այլ ազգի են։ Հելնում ենք 14-րդ հարկ ջիմ ու միանում ենք։ Ժողովուրդ, մեր բանալիով մուտք են գործել, sense մի հատ զոնա է, որ հենց դռնից ներս ես մտնում, դիմացը այս Լերանջերի սպիչները դրած, որ պարապենուց հետո ձեզ քրտնեք եւ այլն գաք սրբեք, ոտեր մարզել, ստեղ վազել, ընդեղ հեծանիվ, ելանք երկրորդ հարկ, այսի երկրորդ հարկը, ստեղ մարզում ես եւս քո ոտերը, գանտելներ, քանի կիլո է, 8 կիլո է, բայց իմ համար էսի լիղ կվախբերես, գիտես ընկերդ սենց բաներ անցել, դակներ անցբերես 2 կիլոյանոց խոսքի Սրանով ֆուտբոլ խաղալու ջողում ես ապա։ Այստեղ էսի չաղերի համար է իշխան գիտեմ։ Որ չաղեն ելնում, սա պարկում են վրան, չգիտեմ ինչի համար են պարկում, այդ ինի հարացնում է, թե ինչ է անում։ Հա, այստեղ սենց մի թույն վիդ կա, ես դաժան որ կնկարեմ, այնքան սիրուն վիդեո։ Քեթի մազություն եմ ուզում անեմ, որ մինուսներ ճարեմ։ Վրոդի точно ջոգի չկա մի տոմի բան, իշնենք ներքևի հարկ։ Ինչ անեմ, մի հատ վազեմ ընկեր։ Վազի դեռ։ Ահա, էսի 1.6 կմ/ժ, բայց ես մի քիչ hardcore-ի սիրահար եմ։ Կիլոմետր։ Եթե վազել եմ դիտակարդը։ Հասիր է։ Ես այս ապարատին կրած ունեմ ցելի կյանքում։ Ոչ ձևի իմ դեմ չկարացավ, ասենք մինչև 9 կմ/ժ քայլել եմ այս սրա վրա։ Արա տարիքն իրանն ասում է, էլի։ Պետք է ասես։ Իմ պոտենցիալ կարծիքը ջիմի վրա։ Ապարատները քիչ է։ Ես ջիմերում եղել եմ, գիտեմ որ դա ավելի շատ բաներ կա որ կարա լինի։ Հիմնականում ֆիթնես է, էլի, Դե հա։ Սես բաների իմաստ չկա փորձելու, եթե ես էսի կարացել եմ մինչև համարյա 20 կմ/ժ։ Բացեմ ու իմ համար տոշնի լինի, որ մնացի Հավայի բան է իմ համար։ Կարելի խոսքի ջրից էլ օգտվենք, ջուրը ձերի է։ Ուր է ապե ջուրը։ Հա քոլբ։ Դուրս գանք ու արդեն լրիվ իմ կարծիքը կարտահայտեմ ու կասեմ, թե ոնց, ինչ, երբ ու գին որակ։ Ջուրը լավն է։ 2 hours later. Ժողովուրդ, մենք գտնվում ենք մեր 3 աստղանի դղյակում։ Գիտեմ, որ պերեխոտը շատ ռեսկ եղավ են թույն տեղից մի հատ այսպես բերլոգ, հենց առաջին մուտքից ես կարամ ասեմ, ինչ-որ մի բանի հոտ է գալի։ Օր չգիտեմ ոնց բացատրեմ, սիգարետի գեշ հոտ է գալիս, դե գեշ ծխել են ժողովուրդ են, որ պատերից է կապած այդ հոտը, ստե մտնում ես աչիդ վրա մի հատ սեղանը կեղտոտ խազված, չգիտեմ, այստեղերում է որ գալի լրվում են պիվա միվա տես բաներ, որովհետև մեկից բացիչն է դրած սեղանի վրա, շորի կախիչ 90-ականների վիճիշկա, որի մեջ արդեն խոսքի մի 8 միլիարդ կեղտ է կուտակվել, չգիտեմ էսի ինչ պետք է անես, որ դա հելնի, ինչ ա եղել, որտես կուտակվել է, պարեր կեղտոտ, սաղ վրեքը սև տեղերը, նայեք սաղ այսենց վիճակ, սաղ կեղտոտ փլված, ու էսի հելը 3 աստղանոց տեղն է ժողովուրդ, 3 աստղ գտնվում է Ռայկոմում։ Երևանի սրտից ռեսկի տեղափոխվել են քաղաքից այրամաս։ Ստեղ օփշի տենց օքեյ է, զուտ խոսքի պատալոկի վրա տենց հետքեր, մեկտքեր, լուիս կավոր չի աշխատում այս երկու հատը, կրանտները կեղտոտ, նայեք, սենց բաներ է սաղ վրեքը, շատ վատ վիճակի չի, էսի 90 թվից երևի մակրած չի, շուշաթուղ ձուկային թղթերը որ կա 80 դրամանոց, էլի ստեղած կրանտն է լույն վիճակն է, վրեն կեղտա տոլի մաշված արդեն չգիտեմ, բրիծվա ինչ որ մեկի,
Ում բրիտվենա էսի, ինչ են թրաշե, ես վախում եմ պատկերացեմ ինչ են արել սրանով։ Կներեք, որ ամեն ինչս են զզվելով եմ կպնում։ Լուիս, որը չի աշխատում, ջուր կա, տաք ու սառը ջուր կա։ Ոսի սառն է հələ։ Տակացա, всё, լավ, օքեյ, всё, օքեյ, տաք ջուրը կա, այդ մի հատ պլյուս։ Իբը ֆեն կա ստեղ։ Okay, լավ։ Պրովոդը դաժե արդեն կեղտոտել, այսինքն իշքան հինա։ Եկեք ստեից դուրս գանք, մի հատ ամենահետաքրքիր բանը։ Ամենաբոցը, որ այս դուռը չի փակվում։ Եթե մեկը մտնի զուգարան, այն մյուսը կարող հանգիստ դուռը բացի նես մտնի, որտեղ նայեք։ Առաջանանք մեր ննջարան, մեր ննջասենյակ։ Այսպես մի հատ բերլոգ է, ինքը փետից հին բանով սարքած, հին սթայլով, աբոյները մի քիչ ճղված մղված, չգիտեմ ինչ է ստե գրած։ Արա ոնց որ դպրոցի դասարանի պատերը լինի էսի։ Կա տելևիզոր, մի հատ հին վրան սաղ փոշի, որ չեն էլ ուզեցեմ ակրեն։ Սի պլենտուսների ու գալոկները պոկված շպրտած աստե, որ հաճախորդներից ով որ գա, ուզենա դնի տեղը, ինքը թող դնի, այ քեզի բան։ Հո մենք հյուրանոցը չենք տալի, որ մի հատ ռեմոնտ անենք, այդ վիճակն է իրաց մոտ։ Սաղ դարակների վրա sense կեղտեր է, այսպես վառած տեղերը, որտեղ ես զգում եմ, որ սիգարետի հոտ է գալի, այսինքն ինչ որ մեկը սիգարետը կտցրել է տե կամ ինչ որ մի բան, դարակների մեջ ոչի բան չկա, օբշի երկու հատ պապրչկա ունենք, ինձ հետաքրքիր է մաքուր են թե չէ։ Օբշի նվացածի հոտ է գալի, բայց ներսից նա ինչ է։ Ներսի կեղտը նայի, էսի որ հանենք, մենք կզզվենք մեր գլուխները դնենք այս բարձի վրա ընկեր։ Այ, աշկի խապ կանք էլի, տիպը քաշել են այդ սպիտակ եղենը վրան, որ չերևա տակին, չնայի, տակի բանը նայի ռոզովի, էսի խոսքի էսի եկարանք այսպես նայենք ապե ճղածը նայի։ Ճղածը, ընկեր, ճղած մեջն է մցրած։ Էսի չգիտեմ ինչա։ Յախք։ Ես չգիտեմ ով է սրա մեջ ինչ չարի, Արա որ էսի իրեք աստղնա, բա վաղը ինչ է մեր վիճակը լինելու, ընկեր, արա ոնց կարելի է այն տեղից հետո գալստը են գնել, արա ոնց կարելի է ասենց վատ վարվել մարդկանց հետ։ Մի հատիկ պլյուս կարամ նշեմ, մեծ պլյուս, որ ավտոկայանատեղի կա, պրոստը, այդ պլյուսն էլ է իր մինուսով։ Ավտոկայանատեղին գտնվում է հենց մեր քթի տակ։ Դուռը բացում եմ, ձախ եմ թեքում, ավտոները կանգնած են։ Հիմա ես պարզ լսում եմ այնտեղ ավտոների ձենը։ Հենց ինքը տրասի վրա է, ճամփի հենց աջ կողմն է։ Վեշնի պարկինգի դուռը բաց է ու սաղ լսում է, ավտո մտնի հելնի ու ավտոների կանգնած դիրքներն են, որ երկու հատ ավտո կանգնում է, երրորդը ես եկել եմ հետևը կանգնել եմ, ինձ խոսքի մա կարող անընդհատ զանգեն, անհանգստացան, ասեն արի ավտո թանի քաշի, մեկը հելնի, արի էս արա, արի այն արա։ Ուրիշ ոչի բան չեմ կարող դաբավ կանեմ, լավ է, գոնե սաղ լամպոչկեքն աշխատում է, բայց էլի լուսավորություն չկա։ Էլի sense մի տեսակ զզվելի է ամեն ինչ։ Ըստ մեկը չի, ստե вообще լուսավորություն։ Ուր արա։ Վայ cool, ստե նայեք մի հատ ուշադրությունը էկրանին։ Հեսա չելավեք պաուկը կարող է միամիտ թռնի վրեքս խոսքի այդ կարգի վիճակա ստեղ։ Նայստե, արա այս կողմից вообще է անգեր խոսքի։ Ստե նայ։ Ստե լուսավորություն բառ գոյություն չունի են, որ մոտ ինքը ոնց այն տեղեր կա է, որ ժամով մտնում են սենյակներ 1000 դրամ բան, այդտենց դիշովի տեղեր, այդտենց հոտ է գալի նախ եւ առաջին, ու այդտենց ատմոսֆերա է ստեից կազմվում։ 24 ժամի համար արժեքը 8000 դրամ է, 8000-ը նորմ է։ Հա, այս գնի մեջ էտա, բա լավ, եթե էսի 8000 դրամ արժի, մենք ասում ենք օքեյ է։ Բա վաղը որ գնալու ենք այն ամենավատ տեղը, ինչքան 1500 դրամ է լինելու մի գիշերը, եթե զնջո։ Այսօր տվել ենք այս բերլոգի համար 8000 դրամ, իսկ վաղը դոմիկի համար մենք տալու ենք 1000 դրամ, հա 1500, լավ 2000։ Ուզում եմ հիմա գնանք մի հատ ճշտվենք աշխատակիցներից, թե ինչ է մտնում մեր այդ 8000-ով վերցրած բրոնյա արած այս սենյակի մեջ, այսինքն զավտրիկ դե դժվար մտնի, որովհետև չունի այս հյուրանոցը ռեստորան, parking-ն է ինձ թվում է զուտ։ Ուզում եմ հետաքրքրում եմ ինչ է մտնում Wi-Fi կամ բան, ինչ կա, ինչ է կարող առաջարկեք մեզ։ Տելևիզորն էլ աշխատում է, YouTube կա, թե էսի են YouTube Lite-ն է, տիպեն ամենաթույլ տարբերակը։ Էս է YouTube-ը ինգեր։ Ու բեսամ վատ, այսինքն եթե ինքը YouTube հիմա բացի, ում Wi-Fi կա ստեղ։ Այսինքն մեզ կարան Wi-Fi առաջարկեն։ Սես մի քիչ գետնի տակ մտած է, ջոգի գալիս ես թեքվում ես ու իջնում ես ներքև։ Գետնի տակ ոնց որ լիսենյակը, դրա համար կապ հեռախոսային նորմալ չի բռնում, YouTube-ն էլ չի բացվում, ոնց հասկանում եմ ընկեր։ Ստե մենք կոչ կվել ենք գեշ։ Ժողովուրդ նոր ես գնացի ճշտվեցի, ինձ արդեն զանգեցին, ասացին արի ավտոն քաշի։
քաշեցին դե ավարեիկով դուսը կանգնել եմ մինչև այն ավտոն դուրս գա ես մտնեմ, ահա որ նեղ տեղա տեղ նախ եւ առաջ դե աստիճաններ կա ծախից էլի ավտոս այս միլիմետրաժ պետք է առաջ հետս կանգնես, երկրորդը ճշտվեցի մենակ Wi-Fi կա, Wi-Fi-ին կպել ենք ու ոչ մի բան աբսոլյուտնի էլ էս գնի մեջ չի մտնում, աբսոլյուտնի ոչ մի բան, որովհետեւ այս հոթելը չունի ոչ մի բան, ախպեր որ մի հատ է գնի մեջ մտնի ու ամենավատ բանն եմ ես դες հիմա ցույց տալի, մեզ չեն տվել բանալի, որ մենք եթե դուրս գանք մեր համարից կարողանանք փակենք ախպեր մեր համար, ստեից կա փակելու հնարավորություն, մենք չունենք բանալի, որ ստեից փակենք, մեզ բանալի չեն տրամադրել, որ մենք կարողանանք մեր համարը փակենք, ես եմ ու հիմա ուզում եմ դուրս գամ, ստեին վեշերը թողում եմ, ոչ մեկին ես դավերյա չեմ ստեղ աբսոլյուտնի, ոնց եմ ես դուրս գալու ու իմ վեշերը թողելու, ինձ թվում է ես այս սպիտակեղնի վրա դաժե չեմ էլ քնի, կեթամ խոսքի ավտոյից միջից մի բան կբերեմ, կգցեմ ստե, իմ վիդեոյի միջի կուրտկեմ բանել, սա ստեղ է, վերցնեմ, գցեմ խոսքի դրա վրա լուչես գլուխս դնեմ, գոնե գիտեմ, որ Էնի կեղտոտա իմ երեսից, ոչ թե չգիտեմ ում ու չգիտեմ ովքեր ինչ են արել այ ստեղ։ Ժողովուրդ մի հատ թազա բան եմ բացահայտես, այս պատական եկա անգասի, գոնե նստեմ, ախպեր դե ուրիշ բան չկա։ Ես բացահայտեցի եւս մի հատ բան, որ անցած հոթելում փորձեցի, որ այտենց բան գտնեմ, բայց ստեղ գտա։ Երբ որ դուք նստում եք այս տեղի վրա, գալիս է հետևյալ ճռռոցը։ Այսքան գիշերը մի թեթև դաժե շարժվես, այսպես ծնկ գազելի դռան ձենա գալու ու էդի այսպես ցելի կռավաթով մեկա որ կողմի վրա ուզում ես գնա մեկա նույն ձենն է գալի էսի վրից փոկված է ախպերես նենա կլեի տեղեր եմ տենում այսի կլեով կպցրած ա եղև ախտին էսի գոնե օքեյ է բայց վարի կեղտն է յարա սև ընկեր սև նատուրալ սև ապե յախք հələ ես չեմ ուզում ստե գիշերեք մենակ միակ լավ բանն է որ սենց adnarazvi տապշկեք ուպակովկով այսի գոնե գիտեմ որ հաստատ ինչ որ մեկի ինչ որ մի բանի վրա չի հագցրել էսի գիտեմ явնի գիտեմ որ էսի կարամ հանգիստ հագնեմ գոնե ոտերս հանգստանա այս կաշմարից հետո երևի դուրս գանք մենք մեր գլխի ճարետենանք հաց ուտենք որովհետև ստեղ մեզ դաժե մեծ բրթուճ չեն կարող առաջարկեն որովհետև չկա ախպեր մեր համար սովորական մահկանացուներից համար որ եկել ենք գոնե մի քիչ մնանք ախպեր տուրիստ ենք փախած ենք միգրանտ ենք չկա ոչ մի բան քեզ չեն առաջարկի ասեն ապեր սիրուն ձևերով գնա ու գտի այն ինչը որ դու կարաս դրսում ուտես ժողովուրդ քանի որ այդ հոթելում մեզ ոչ մի բան չկարացան առաջարկեն ուտելու մենք էս սոված մեռնում ենք ինչ ընդդեից դուս ենք եկել ենք մի հատ հաց ուտենք մենք մեր գլխի ճարինքները ստենանք հետո նոր գնանք ու արդեն մեզ սպասում է ամենավատը այսօրա մեջ գիշերել հոթել 3 աստղով ամենասարսափելին որ կարող մեր կյանքում ելներ բայց ամենասարսափելին չի որովհետև սարսափելին դեռ արժևում է Всё ժողովուրդ մենք հետ ենք գնում դժոխ քացած կերանք ինչքան հնարավոր էր ժամանակ մերցրինք իսկ հիմա արդեն ստիպված որովհետև ուրիշ տեղ չունենք գնալու էլ չենք կարա պալյուբոմու թռնենք մենք տեից ուզենք չուզենք մենք մնալու ենք տեի հիմա մենք գնում ենք այդ սարսափ տեղը Համար 1 մինուսը այս հոթելի ավտոտ որ sense թողում ես դու parking-ում պետք է անընդհատ գաս ու ավտո դուրս քաշես որ կարողանա այն մյուս մարդը դուրս գա ինձ զանգեցին համար ասեցին արի մի վարքյան ավտոն քաշի որ տալիս Opel-ին թող դուրս գա վերջ մի կերպ դուրս եկավ Մանորից ես հետ եմ մտնում ու առավոտ արդեն ես պետք է ինչ-որ մեկին խնդրեմ, որ ինձ ճանապարհ տան, որ ես հելնեմ։ Գիշերվա ժամը արդեն 1:27 է, ես անդե աբսոլյուտնի չեմ կարող քնեմ, որտեվ այլանդակ ձեներ գալի վերևի հարկից, դեղկոտ շխկոց մի այլ կարգին, թվում է դա հենց էս Opel-ի շոֆերն էր, այդ կողի մարդու հետ, ու ինչ ավտոյի խշշոց բան ասես ներսից գալիս է մի այլ կարգի հոտա գալի։ Ես այդ սպիտակեղնի մեջ չեմ էլ ուզում քնեմ, ես այն շորերով երևի կպարկեմ Ես վախում եմ պատկերացնեմ, թե ինչ է սպասվում մեզ վաղը։ Բարի Լուիս, եթե էսի կարելի է համարել բարի ընդհանրապես, ժամը առավոտվա 10:16-ը։ Վերջի մի քանի տարի մեջ ես էս վատ գիշեր չեմ ունեցել, որովհետև ես դե քնելու ջուրդ։ Ես ադյալը չեմ քաշել իմ վրա ընդհանրապես, ես պրոստը զուտ ոտեր ես ոտիս մատերն եմ ծածկի ես ադյալով, այլանդակ ցուրտ ա եղել նախև առաջին գիշերը, ինչքան ավտոբուս անցել է, սաղի մատորի 4 կլապանի կտոցը ես լսել եմ, այդ կարգի որ ինչ ասես դասից դե լսվում է, այն կողից տոլի վերևից չգիտեմ որ սենյակից արային ինչ շանձեր ասես եկավ գիշերը, հեռախոսով ես բուձելիկ էի դեր առավոտ 9-ից
Հիմա մի հատ բան եմ ցույց տալի, նայեք։ Ստե որ լույսերն անջատում ես, սպասոցի դու պատվալում ես, լույս չկա, մի հատ տելևիզոր ենք միացրած թողը, առավոտ որ բուզելինքս տվեց 9-ից, ասում եմ ես հեռախոսս գժվել է, խիա գիշերն 2-ին բուզելինք տալի։ Դու զուտ պատվալի մեջ ես, մինչև էսի չմիացնես ես ֆիցիշկեն էլ չի աշխատի։ Դրա համար ես գխացավա մոտներս, որովհետև օդը չի փոխվել ախպեր գիշեր, որ մենք լույսը անջատել ենք, ստե օդ չի եղել, պատվալի մեջ ես, ինչ օդը լինի ինգել, ու դու օդը լինի։ Քնելը մի հատ սարսափ բան էր, ստե դժվար երևույթ էր գիշերը։ Հրտի առումով մնացած բոլոր առումները, որ սաղ ավտոների ձեները հատարած լսել եմ, զգացել եմ ես իմ վրա, շատ վատ էր։ Չգիտեմ, ավել անելու բան ստեղ չկա, մենք մինչև 2-6 կարանք ստեղ մնանք, բայց ես ուզում եմ շուտ թռնեմ ստեղից, ու չէ թամ դուսը սկամեկի վրա նստեմ, քան ստեղ ստե լրվեմ։ Մենք փող ենք վճարել, ասում են դուք պետք է վճարեք, ուզում ենք դուրս գայինք։ Մեր ժամը 6-ին ա լրան։ Ահա, առավոտվա։ Խոսքը առավոտվա 5:30 մասին է, բայց մեզ ասեցին մենք ձեզ կզանգենք։ Նայեք, 5-ից 6, 7, 8 ժամ քանիսն է։ 9:11-ն ալու մարդը։ Այսինքն այդ 8000-ը Այդ 8000-ը 12 ժամվա համար ա եղել, այսինքն։ 12 ժամվա համար։ Հիմա դուք համ պետք է վճարեք 400 դրամ ջուր եք վերցրել։ Հա։ Չեք ասում դրա փողը տակ։ Չէ, բնական, բայց պրոստո ավտոն էինք խոտ տալի։ Ու պլյուս 6000 դրամ։ Պլյուս 6000 դրամ։ 5, 6, 7, 9:11-ն ալու շանը։ Բայց մեզ չեն զանգել ժամը, Ո՞վ չեն։ զանգել։ Մեզ ասեցին մենք ձեզ կասենք, մենք գիտենք իրիգունվա ժամի մասին է խոսքը։ Մենք գիտենք չեք ասում։ 24 ժամ։ Մեզ չեն ասել 12 ժամ։ Մեզ ասել են վաղը ձեն կտանք, ոչ թե ձեն կտանք, մեզ ասեցին վաղ ժամ 6-ին մենք ձեզ կան հանգստացնենք։ Բայց չեն ասել որ ժամ 6-ի մասն է Չեն խոսքը։ զանգում առավոտ շուտ ոչ մեկի որ քնից հանեն։ Ժողովուրդ։ Չէ, մեզ ասեցին, որ այդպես պետք է լինի։ Մենք ասացինք օքեյ։ Մեզ չեն ասել էլի որ 24 ժամվա մասին չի խոսքը։ Ընդհանուր ինչքան պետք է տանք, ասեք։ 6400 դրամ։ Արանգիր 400-ն է կարամ տամ, եթե 1000-նոցներ ունեք, Դու չունեք 1000 դրամ։ չէ։ չէ, 10000-ը։ Իսկ գնում մանգրեն գա մի րոպե բանալու։ Ինչ է դուստը։ Շկա դուստը։ Չգիտեմ, բայց լավ չունի։ Շատ վատ է։ Ոնց կարա 12 ժամվա մասին լինի հյուրանոցի խոսքը, չի կարա դες բանը լինի, մեզ չեն զգուշացրել, որ այտենց է ջոգիկ խոսակցությունը, որ 12 ժամվա մասին է խոսքը, ոչ թե 24 ժամվա, որ իմանայինք խոսքի։ Շուտ ավտոն խոդել եմ ու փոկվում ենք ստեից, ես ինչ ասել եմ, մենը որ չեմ փոշմանում ստեած վերով։ Բոլնի հանգիստ սրտով հիմա ես այդ ամեն ինչը կարամ տեղադրել։ Մենք եկել ենք մեր ամենավատ հոթելը այս վիդեոյի մեջ եմ, որ տենում եք գրածա հոցել, այ հոցել, այ ըտե ենք եկես տե պատերի վրա նկարած տիպը շենքը սիրուն տեղանքի լավ տեղա կենտրոնին մոտ։ Ժողովուրդ, ձեր համար մի հատ նորություն ասեմ, որ մենք գտել ենք մի հատ ավելի վատ տեղ, որը մի աստեղ էլ դաժե չկար, բայց օձիվները կարդալով, որ ընդ կան տիզ, տառական եւ այլն մի հատ կենթանիներ, որ մեր առողջությանը կարան վնաս տան, մենք այդտեղ չգնացինք, բայց եթե այս վիդեոյի տակ դուք հավաքեք 2500-ից ավել լայք կամ հենց 2500, մենք անպայման կգնանք այդտեղ ու կանցկացնենք մի գիշեր, ինչքան էլ դա վտանգավոր լինի մեր կյանքի համար։ Մոտիկ ինքը Ռուսիայի մոտ այնտեղ եկեղեցին է, ինքը sense կարող է վդից նորմալ տեսք ունի անցածի համեմատ, բայց ներսից ասում են, որ շատ վատ բաներ է կատարում։ Հեսա մենք գնանք մեր կյանքի գնով այդ ամեն ինչը կփորձենք։ Ժամը 15:41, այսինքն 3:41-ը, հիմա գնանք ջոգենք, երբենք մենք մտնում։ Երբենք մենք զասելից ալնում այնտեղ, որ ջոգենք, անշշելի գիշերը ժամը 3:41 մեզ գան զենտան ասեն հելեք, всё բրծելա։ Գնացինք։ Մեզ մի հատ ձեր էժան համաներից մի հատնա պետք, մի օրով։ Շատ չունեմ 12 շատ 11 կարողամ երեխա։ Մի հատ համար եմ մնացել։ Արան, ես ուզում եմ ջոգեմ խի ավելի թանկ, քան այն մեկը։ Ես եկած։ Տիպը շենքի ու տեղի համար ինձ կարող է թվում է զուտ, որ տեղը լավ տեղ է դրա համար։ Կարա 10-11-ը լինի իր ամենամինիմալը, թե չէ օձիվներով որ կարդում ես, խոսքի 3000-նոց տեղ անգեր։ Ժողովուրդ, ուրեմն 11000-ը ստեղ ամենաեժան համարը, մենք չենք ուզում ցույց տանք, որ մեր մոտ փող կա, ուզում ենք կոպեկներով դաժեն վերջի 1000-ը ճարենք, որ չտենան, որ ձեռներս փող կա։ Իրոք մտածեմ, որ փող չկա ձեռներս, այս վերջի 11000-ը, որտեղ մենք ցույց մեր դեմքով ասենք մեզ են ամենաեժան համարը, բան ասում է, տենանք տղեկ ջան, կարանք 10000-ով մի հատ համար ճարենք, ձեր համար 10-ը, էսա ու 11000 կոպեկներով։
չպիտի իրանք հասկանան, որ ստե մի բան դիտո է, պետք է հասկանան, որ իրոք, էսի մեր վերջի փողերն է, չպետք է տենան մենք ինչով ենք եկի, ինչ համարներ այս ավտոյի վրա, այստեղ եմ կանգնացրել։ Всё։ Go 11000 գնացինք, հա։ Ու մի հատ կճշտվեմ, այս անգամ 24 ժամ է, թե 12։ 11000-ով համար ունեիք, չէ՞։ Ասացիք, հա, պիտի վերցնենք էլի։ Գնանք նայենք։ Գնանք նայենք։ 24 ժամվա համար է, թե 12 ժամվա։ Այսօր մտակ վաղ ժամ 12-ին առավոտյան պետք է ասել։ Հա, всё, օքեյ։ Անց սա զբաղված է, հա։ Ոնց չու գարի կարող իշել տային, բայց հիմա չունեմ։ Ինչ կարել ասեմ ձեզ։ Ստանանի։ Ահա։ Հա, թեզվեր կանք նու։ Ձեզ գումարի մտամ, թե Հա։ Ինչ սանթացքում սա չի։ Վաղը ժամը 12։ Շատ բարի, շատ բարի։ Աժա։ Խնդալը ձսպիր կոպեկներ, արանգեր։ Զուտ տեղն է լավ ստե, ապե։ Դու մտար բաղնիկ տեսար ինչա կատարվում։ Նա գետնի կեղտն է, երկրորդ էս ջուրը, որ լեռնանացել է չի եթում։ Երկրորդ կեղտը ընգեր։ Սկիտ ստեն է, չգիտեմ ում մազն է դաժե ստե։ Ես իմ ում մազը դաժե սրա վրա է, այսինքն կեղտա սաղ։ Վխադնոյի դուրնա, որ երուշկերը արդեն ուզում է կյանքից հրաժարվի, սենց վիճակա, դուրը սաղ կերծված, պատերը այս սենց կեղտոտ վիճակ։ Մեր տումբշկի վրա ստեղ չգիտեմ ինչերը մտցրած արանքները ընգեր, ինչ վիճակա ստեղ։ Ունենք տումբշկա, պոլերը իհարկե ձեզ արդեն են կադրով ցույց ենք տվել, բայց սենց մի հատ կարակ ընդհանուր նայեք, թե ինչ է կատարում, խոսքի այստեղ, այս փոշին, այս կեղտը, ստեղ ընդհանրապես չի մաքրվում իմ կարծիքով։ Ես կարամ այտենց կարծիք արտահայտեմ, որ ստեղ չի մաքրվում։ Աղնիկ զուգարան։ Մի հատ պլյուս, որ դուրը փակվում է գոնե։ Ջուրը հավաքվում է, չի գնում ոչ միտեղ, կեղտը էսենց մնում է, չգիտենք էլի ինչ է այս կեղտը, ինչ որ մեկի մազերն է ստեղ, չգիտեմ ինչ է ռակավինի մեջ զզվելի մի հատ վիճակ, հայելին, տիպա օքեյ է, երևում է որ սենց չորով մաքրել են, բայց եղել է թաց շոր, չեն ուզեցել հետո չորով մի հատ վրով անցնեն։ Լողանալու տեղը այսպես մի հատ քառակուսի մեկը մեկի վրա տեղավոր, պիտի տեղավորվեք, ստե կարողանաք լողանալ կամ չէ, ու կեղտոտ է բնականաբար պատերի վրից էլ սաղ կեղտ է։ Ստեղից սպրատիվնի է, որ ավել բան չեմ ուզում ստեղ խոսամ եկեք դուրս գանք, չի դզում вообще։ Մեն առաջվա հոթելի զուգարանի ու բաղնիքի միակ մինուսը օբշի կարանտի վրա բաներ կար, բայց դա մաշվածություն էր, ոչ թե կեղտ, ու մինուսներից մեկը, որ դուռը չէր փակվում, էդ էր։ Դիվանը էլի այդ նույն փռոցներից վրա են, բայց եկեք կեղտը մի հատ նայեք, մի հատ նայեք դուք ստե։ Ինքը քանի տարվա է, այսի արդեն փայլ է տվել վրան այնքան կեղտ։ Ինքը եղել է սենց, տիպը չի եղել սենց, ավելի մաքուր է եղել։ Դարել է սենց, դրա համար սենց մտածել են ինչ կարանք անենք փող չտանք մաքրելու համար, ասես մի հատ բան ենք ցվրեն, որ всё, չի երևում։ Կողից էլ է կեղտոտ, բայց ես ուզում եմ այդ քաշենք, տենանք հետևի ինչա։ Բնականաբար հետևը մաքրած չի, ես ուրիշ բան չէի էլ սպասում, որ ստեղ գոնե ավլած կարալնի, մական կերած բաներ, հա ոնց որ։ Մինուսներից եւս էլի որ զուտ ժիզնի մինուս, որ sense բաներին մարդկա կարա ուշադրություն չդարձնի, համար օքեյ լինի այս կեղտը։ Ռազետկա ախպերս չկա, ոչ ստե, ոչ ընդե, ոչ ստե մի հատի կայանի եմ վերևը, որ էդի ինչ պետք է փոխի էլի, ռանդոմ մի հատ տեղ դրած, դիվանի հետևը մի հատ ռազետկա տեսա, բայց դիվանը խրացա տեղ, որ չկա տեղ, ոչի բանից չես կարող օգտվել, մի հատ տեղ խոսքի զուգարանում կա, բայց ինչ դենես ընդեզ այրատկի։ Նույն բանն է, էլի սևացած, պրոստը այս կոմը ավելի քիչ է սևացած, էլի բայց նույն ռեշենեն են արել, բարձերի վրա կեղտ, դե բնականաբար այս հոթելի միակ պլյուսը իր տեղն է, որ ինքը կենտրոնական տեղում է գտնվում։ Էսի եսիմ ու մազն է, մենք սենց երկար մազ չունենք։ Այն ժամանակ ես սպիտակեղեն ուշադրություն չէի դարձրել, իսկ հիմա ժամանակն է իսկական, որ մենք նայենք։ Ինձ հետարքի է տակի մատրազը, դե բնականաբար մատրազը կեղտոտ, դարերի կեղտ է այս մատրազի վրա։ Ստե նայեք, էսի ինչ են արել արա այս մատրազի վրա, ու այն ամենաձիշովից բաներից է, սպիտակեղներից է, որ ճտճտոց է գալիս է, տոկ է տալի էսի։ Հետաքրքիր է բարձը ինչ վիճակում է, անցածի ժամանակ ստի ճղած դե, ուժի բան չէի էլ սպասում, ինչ վիճակ է։ Վրոդիբը օքեյ է, նույն բարձերից է, բարձերի սպիտակեղենը նորմա, տակը։ Դե ես ուրիշ բան չէի սպասում, թե մատրազը իշ կարալնի, այսենց բնականաբար կեղտ պետք լիներ, ես ուրիշ բան չէի էլ սպասում, չէի էլ ակնկալում, դրա համար ռեակցիա էլ վաբշե չեմ տալիս։
ինչ են կերել, այստեղ սենց մնացել է փշուրները, հեսա վրեն է սաղ, ինչ որ մի բան ստե կերել են ու թողել են փշուրները։ Մենք այս համարի համար, էսը վիճակը, մենք այս համարի համար տվել ենք 11000 դրամ, մինչև վաղը ժամը 12-ը, հիմա արդեն իրիգուն է, հենց հա տենց 24 ժամ էլ դու չես մնում, մաշված, սա խազբզած, ստե կա մարազիլկա, նու օքեյ, լավ, միակ ռազետկեն, բայց էսի չի աշխատելու վստահ եմ, որտեվ այս կողմից նայեք վառած է ինքը, հալվել է ինչ-որ մի բանից, ստեղ դե պարերի վրայի կեղտի ու պատակոլնիկի վրայի կեղտի ու փլվածության մասին ես չեմ խոսում, թե ինչ վիճակ է, նայում ենք դեպի դուրս, ինչ-որ մի հատ սերվիզ, չգիտեմ, անընդհատ սվարկի ու եսի միջի ձեներ է գալի, երեխեքի ձեներ է գալի, գոռոց, գորգռոց, պատերի վիճակը է սենց սաղ, պրիտոմ սաղ պատերի, նես չի տարբերություն կա, հաշած ինձ վախում եմ պատկերացնեմ, թե ինչա սրա տակ, ինչ կենթանիներ են ապրում, ինչ միկրոօրգանիզմներ են ապրում, որովհետև պայսը ճղված լինոլյումը դե էս տեսա, ջոգեցի, այսքանն է վրոձի, սենյակի չափսը այսքանն է, էսի վիկլուչացելը այս կողմի համար է, որն նենց տեսք ունի, որ դաժե վախում ես կտնես, որ տոկի չընկնես խոսքի, էսը, էսի այստեղի լույսերի համար է, ովշի սաղ լույսերն աշխատում է, պլյուսներից ևս մի հատ, որ լույսերը աշխատում է գոնե, հետաքրքիր է այս տելևիզորը աշխատում է, թե չէ, Panasonic, օրա, Panasonic, ընգեր, եփ էի վերջի անգամ ես բան տեսե, ռադիո եմ տեսե վերջի անգամ Panasonic, արխիա ռուսական կանալները, անտենայով տիպը դեֆոլտ կանալներ է բերում, ինչ նայեցիր, ուզում ես նայի, չէ, քեզ ոչ մեկ չի ստիպում, բան չունի, smart չի էսի ոնց որ, YouTube ունի էսի, թե չէ։ Տելևիզորը ջոգեցինք, որ smart չի, պրոստը տելևիզորը մի 2000-ական թվականների, որ այսենց անտենայով է ինքը աշխատում, այս անտենան մի դաժան ժամանակ վրի փոշին նայեք այս անտենայի։ Ունես փոշի է, որ մատով էլ սրբում ես, էլի տակը փոշի է։ Սրան вообще ուշադրություն դարձրել չի, դրածա տիպը դրածա, всё, պրոստը։ 1000 դրամանոց անտենա է, որ այնքան որ կանալներն աշխատի, որ ասեն հյուրանոցային համարում կա հեռուստացույց, որը նայում է դեպի Արարատ սարը։ Աթոռները վառած տեղեր է վրեն, չգիտեմ ինչ է կարի ախպես դե, նենց հետաքրքիր է։ Zato եմ որ Chanel է, էսի Chanel-ներ, թե չէ, էսի բաններ։ Versace բանա, անձեռոցիկ, չայնիկ ունենք, պլատինում, էլի դե բնականաբար կեղտոտ, մեջի ջրի հետքերը, ոսկի ես չայնիկից օգտվել է, հավասարա մարդասպանության, տակը նայեք ինչա կատարվում։ Պրոստը դրածա, որ ասեն կա աղբեր, հյուրանոցային համարում կա թեյնիկ, որը նայում է դեպի Արարատ սարը, ու հյուրանոցային համար այդ ժամանակ նոր կարա հասնի 11000 դրամի, բայց ինձ հետաքրքիր այստեղ կա կոնդիցիոները, բայց կոնդիցիոներ պուլտ ոչ միտեղ չկա։ Ես ման եմ եկել ժամերով կոնդիցիոների պուլտ եմ ման եկել, չկա ախպեր։ Դարակների մեջ նայել եմ եւ այլն նայել եմ, բայց կոնդիցիոների պուլտ ռաստ չեմ եկել։ Նավթյակի հա, այս կարգի ջարդած է այս բաները ռուշկեքը մնացած դարակների մենակ մի հատի վրա կա։ Կոնդիցիոների պուլտ նեմա ախպեր, նեմա էլի պուլտ նեմա, որովհետեւ մենք կարողանանք միացնենք, չսառենք գիշերը, որովհետեւ պարերը չի աշխատում։ Ինձ թվում էր միակ տարբերակը տաքանալու այդ կոնդիցիոներն ալնելու։ Եկեք մի հատ էլ դուրս գանք միջանցք ես ցույց տամ, որովհետև լիքը սենյակներ կա ու ասեցին, որ ամենավերջի մարդիկ մենք ենք, որ ամենավերջի սենյակն ենք վերցրել։ Всё, տեղ չկա։ Պուստո եմ, որ սաղ սենյակները վերցրած է։ Էսի են ամենավերջի սենյակները, էսի ենք վերցրել։ Թանկ էժան կապ չունի։ Այստեղ արդեն կարելի է մի քիչ կամած խոսալ, էսի միջանցքն է, Wi-Fi-ի պարոլն է խփած եւ այլն, սենց հին Երևանի նկարներ, պրոստը սեն համարների դռներն է, այն կողմը կարող եմ գնանք ցույց տամ, որովհետեւ այն կողմը բան կա, պանորամա կա, տիպը նայում ես, ու մի բան էլ ասեմ, մենք որ ծրագրով նայում էինք, այստեղ բասեյնի նկարներ եւ այլն, դից հետաքրքիր բաներ կար, բայց իրականում էդի չկա, ես դաժե ռեսեպշնի աշխատողին հարցրեցի, իսկ այստեղ նկարներով նայել ենք, որ բասեյն կա, թեկուզ վճարով է հնարավոր է, ասեցին կաներեք այդ նկարները ես սիմ որթվի նկարները, ու այստեղ հիմա ոչ մի հարմարություն չկա։ Ու ամենախնդալու բաներից մեկը, որ սաղ համարների վիգլուչացելները ստեղ այսքան ապահովիչներից մակարամ սաղ սենյակների լույսերը անջատեմ։ Բայց լուսամուտները եւս էլի տենց կեղտոտ վիճակը, վրան տենց տարերի անձրևի ու չգիտեմ ինչ-որ պլակատներ են նախ կպծրած եղել։ Էսի միջանցքն է, ստեղից բարձրանում ես, իջնում ես դեպի ելքի մոտ, ընդերից դուրս ես գալի։ Էսի երկրորդ հարկն է։
էլի այս նույն ձևը, այնտեղ մնացած սենյակները եւ այլն, ուրիշ հետաքրքիր բան չկա, որ մենք կարողանանք գնանք հետաքրքրություններ նայենք, այլ նու 2000-ականների ստիլ է այստեղ 2000 թվին էսի բոմբա եղել է որ վերջը։ Ելնենք եկեք մեր համար, որովհետեւ ուրիշ հետաքրքիր բան չկա, այստեղ դե տենում եք հնության հետքերն է իրա, ինքը այս ձևը կապ չունի որտեղ։ Միշտ լյուբոյ հարկում այս ձևը սախ։ Ես խոսքի բոթասներով եմ վախում, ստե քայլեմ, այն երեխեն նասկիներով արա լավ էլ դες գուլյատեր անում։ Պրոստը ստեի բանը գիտեք որն է, որ էսի նման է հյուրանոցի։ Անցած տեղը որ մենք գնացել ենք, դա ոնց որ ժամով սենյակների տեղերներ։ Մտնում ես աչի ծախից վրա սենյակներ, բանկետնիներ եւ այլն, այդ էս տեղեր։ Վերջում է ֆրանսին ասին 400 դրամ ջրի համար, պլյուս ժամավճարներ, այսքան ժամ մնալու համար։ Կա այս sense մի հատ զոնա, որ դու կարաս ելնես ու նայես քաղաքին, բայց դες տեղից վիդ դեպի քաղաք նայում ես կողի չենքին, նայում ես այս կեղտոտ պատուհանին, էսի կարանք բացենք։ Հա։ Всё, էսի մաքսիմալ։ Վախում եմ ընկեր։ Ես վախում եմ դաժե ես ընկնեմ գետին, էսի ջարդվի, այդպես ճռճռոց հաստեից գալի։ Արա մի էլ հետ չի փոխում, ընկեր։ Օրոպ։ Ի։ Բայց փագել գոնե կարելի է, թե չէ։ Նա հետը չի գալի հմի է։ Всё։ Հու, գնացինք արես դուս։ Ընկեր, թե չէ ես ասի սաղ մնալու է մեր վրա, ասեն մի հատ լուսամուտ եք փոխելու։ Ընկնենք այն հյուրանոցի օրը, մի ժամ ավել մնալու համար ամեն ժամը 1000 դրամ։ Էսա որ ասում էի ամեն տեղը նայում է դեպի Արարատսարը չէի հավատում։ Ես ճիշտ էի։ Դե հələ լույս է, հələ տենց ամեն ինչը չենք կարա նկատենք, մենք պետք է սպասենք մի քիչ մութ հենգնի, գիշերվա խորը ժամ գա, այդ ժամանակ པարզ կլինի մեր հարևանները ինչ տեսակի մարդիկ են, ինչ են անում, ինչ ձայներ է գալիս տեղ ու ինչ կենթանիների հետ ենք մենք գիշերելու։ Մեկ էլ գիշերով լուսամուտից վիդը, այս sense է, որ օքեյ է գիշերով։ Այնի եկեղեցին է Ռոսիայի, այստեղից երևում է։ Գիշերով վիդը օքեյ է։ Բայց դա ցերեկով բան չէր։ Ժողովուրդ գիշերվա ժամը 1:17 է, вообще ձև չկա քնելու, вообще, որովհետև այս մեր կողի դիմացի Էմյուս հարևանները սաղ ռուս են ու այն միջանցքում արկշնոց է մի հատ կատարվում, մի հատ կադր եմ կարած հասցնել նկարեմ, որ ընդ մի քանի հոգի են նստած, մի երկու պիվի շիշա դրած, բայց դրանից առաջ որ ես դուրս էի գալի համարից Ոնց ասում, սես պպզած արդեն գինի էին լցում իրանք ու գինին հայ որ լիքը խմում էին, էլի դրա համար այլանդակ ձեներ ամիջանցքից անհնար են որ քնելը, ստեղ ժամերով նստած եմ, սպասում եմ աղբերները պրծնեն, աղբերները ու ոչ միայն աղբերները քրերը պրծնեն, որ կարողանանք քնենք։ Ձեները հիմա կամացա, բայց հələ իրանք ընդեր նստած այստեղից որ աչ ես մտնում, նստելու տեղեր կա։ Մենք է ջուր խմենք, սպասենք մինչև խմոցին իրաց պրծնի, թողենք կարողանանք հանգիստ քնենք գոնե։ Ու այսօրվա ընթացքում գետնի վրա տես մի քանի մրջուն բանման եմ հանդիպել, օբշի ոտով խփես հատկացրել եմ։ Դե մի մուրավի։ Ты чё? Кто это еще? Знаю. Познакомься, это Борис. Բայց եթե մի հատ կա, երկու հատ կա, 3 հատ կա, որ մեն явնից դե մի բուն կա դրանց, մի sense խրծով իրանք մի տեղից կան, որ հելնում են, բայց էլ դրանց բունը չեմ կարացել ես ճարեմ, որ ճարեմ անպայման սաղատ կտենակ էդի։ Ժողովուրդ, բարլույս բոլորին, ժամը 11:06 է, իմ աչքերը բացելուց ընդամենը մի քանի վայրկյան անց ես գտել եմ շատ պատահական մի հատ արտիֆակտ ուշադրությունը կրավատի այս կողի հատվածին Snickers-ի ուպակովքի են ծխած սիգարետի բիչոկը կտծրել են հենց ստե վախում եմ պատկերացնեմ թե տակ ինչա կատարվում ես վստահ եմ որ ես քանդեմ հիմա ասենց քաշեմ կողի այս կրավատները տակը մի հատ այլանդակություն է կատարվելու որ вообще մաքրած չի այսպես ձեներ սաղ քշեր չգիտեմ ով սվարկա անում ով չգիտեմ ինչա կտրում բայց օբշի նորմա անցել ես մտածում էի կենթանիների ռաստ կգամ խոսքի մի հատ կռիս վերովս կվազի քշերը, բայց դες բանի հրաշ չեմ եկել։ Ինքն է տեսակ ինչա կատարվում, ինչ վիճակա այդ կրավատի կողը, մեկը պարկելա, ծխելա, պրիտոմ որ մենք նոր մտանք ռեսեպշն, մեզ ասեցին տղաներ ջան, չծխեք համարում, ասում ենք հա մորքուր հարց չկա։
Բայց լավ էլ ստեղ բքում են, որ պարկած տեղը ծխել է, մարդը կտցրել է, բիճոկն է վերջում շպրտել է կրավատի կողը։ Instagram-ում էլ հենց հիմա գցում եմ նոր reels, անպայման մտեք, բաժանորդագրվեք իմ Instagram-ին, նոր ու հետաքրքիր վիդեոները բաց չթողելու համար։ Всё, հենց sense սերինակը թողում ենք, մենք հելում ենք։ Մեր մեկ աստղանի հոթելում անցկացրեցինք 1 օր ու ժամանակն է գնալ ստեղից, գնալը որն է թռնել ստեղից։ Եկավ մեր կարծիքները արտահայտելու ժամանակը։ 5 աստղանի հյուրանոցից։ Ես գոհ եմ, ոնց որ 5 աստղանի հյուրանոցը պետքա լիներ։ Բոլոր օձիվները ինչ գրել էին մարդիկ, ամեն ինչ համապատասխանում էր իրականությանը։ 5 աստղանի հյուրանոցում մենք մեր օրը անցկացրեցինք գերիդեալական ու ոչ մի մինուս ես այնտեղ չեմ կարող տալ։ 3 աստղանի հյուրանոցը։ Այստեղ ամենահետաքրքիրը սկսվում է։ Ես իմ կողմից չհետա նաև 0.5 աստղ։ Որովհետև նախ եւ առաջ սկսենք այն ամենասկզբից, որ քո համարը գտնվում է դռան մոտ, մեքենաների պարկովկի մոտ, դու լսում ես բոլոր ձայները, բոլորը լսում են քո ձայները։ Ու ամենավատը, որ այդտեղ բոլոր համարներից շուխուրը լսում էր քո սենյակում, ոնց որ քո ականջի տակ։ Չկար սեփական կուխնյա, չէիր կարող այնտեղ ոչի բանից ծնվեիր։ Wi-Fi-ի արագության մասին չեմ ուզում խոսամ, որ այնտեղ կար Wi-Fi իհարկե, բայց ոչի բան չէր բացում։ Սենյակի մաքուր չլինելու վրով դե արդեն չեմ խոսում, ինքներդ վիդեոյի մեջ տեսել եք։ 4-րդ ամենամեծ ֆակտորը, որ մեծ տեղակ չեն ապրել, որ իրանց մոտ աշխարհի բոլոր ռեսուրսներից դուրս է ամեն ինչ, որ մնացած բոլոր հոթելներում գոնե դուրս գալու ժամը 12-ն այն ամենամինիմալը, բայց իրանց մոտ վիզիտելի, երբ մտար այդ ժամին դու պետք է դուրս գաս 12 ժամ հետո, ոչ թե 24 ժամ։ Մենք մտել էինք ժամը 9:06-ին, այսինքն մենք պետքա դուրս գայինք առավոտ ժամը 6-ին, ինչի մասին մեզ տեղյակ չեն տվել։ Մեզ ասել են, որ պետքա դուրս գաք ժամը 6-ին։ Ու ամենախնդալու բոցը այն է, որ մեզ ասացին, որ մենք ձեզ կզանգենք 5:40 ու կասենք, որ всё, դուրս գալու ժամանակն է, բայց հաջորդ օրը, որ մեզ ասում են պետքա ամեն ժամի համար 1000 դրամ ավել վճարեք, մեզ ասում են, որ մենք առավոտյան մեր հաճախորդներին չենք զանգում ու անհանգստացնում։ Այսինքն իրանք հակասում են իրանց իսկ խոսքերին ու ավել գումար են ուզում։ Իմ սուբյեկտիվ կարծիքը այդ հոթելի վերաբերյալ 1-ից ցածր աստղ։ Դե ինչ անցնում ենք 3-րդ հոթելին, որը նշած է մի աստղանի օձիվով։ Այս հոթելի մեջ համար առաջին մեզ խանգարում էին դսի ձայները, որ պարզ լսվում է։ Երկրորդ խանգարում էին մեր հարբեցող հարևանները, որ չեն թողել մինչև գիշեր ժամը 4-ը քնենք։ Այնտեղ մարդիկ ապրում էին արդեն, ոնց որ երկարաժամկետ մնում էին իրար հետ հարևանություն խմել եւ այլն եւ այլն։ Երրորդը սենյակի կեղտի մասին դե չեմ ուզում խոսամ, որ տեսակ սիգարետի բիճոկները կտծրած գծած էր կրավատի կողը, ես էդի պատահական եմ նկատել, բայց շատ լավ է որ նկատեցի։ Դե մանր կենթանական աշխարհի մասին արդեն չեմ էլ ուզում խոսամ, վիդեոյով ես իրենց նկարել եմ, որ պոլիվրով լավ էլ դες գոնկա են անում, իրանց տեսել եք, ես չեմ կարող պատկերացնել ու դաժե վախում եմ պատկերացնել, որ գիշերը իրանք գոնկա են արել նաև իմ վրա։ Նաև ասեմ, որ ինտերնետում այդ հոթելի նկարների մեջ ընենց բոց բաներ ա գցած, որ բասեին, սպագոտի, ստե, միակ պլյուսը էդի տեղն էր այդ հոթելի, բայց նկարներով որ նայում ես բասեին, ընդ ջակուզի եւ այլն, բայց ես նաև reception գնացի հարցրի, ասում են կներեք այդ նկարները շատ հին նկարներ ա, շատ հին ասելով կարանք մի 20 տարին ունենանք մեր աչքի դիմաց։ Ու այդ ամեն ինչը եղել է մոտավորապես մի 20 տարի առաջ բասեինը եւ այլն։ Այդ ներկա ժամանակում այդ հյուրանոցը նաև չունի իր սեփական կուխնին, որ դու կարողանաս այդպես սնվես։ Ավելի ճիշտ կա, բայց այնպես վիճակում է, որ հաստատ չարժի այդտեղից օգտվել։ Այս հոթելին մենք նշանակում ենք իհարկե 1-ից 1, միայն տեղի համար արժի իրան լավ 2 տալ, որովհետև ինքը գտնվում է կենտրոնում, ոչ թե անցած հոթելի նման աշխարհի ծերը։ Դե ինչ այսքանը մեր սուբյեկտիվ կարծիքը, կհանդիպենք հաջորդ վիդեոյում։